Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ 10 նոր ծրագիր բացահայտելու հայ մշակույթը արևմտահայերենով։ Ադրբեջանը Հայաստանի գրավման ծրագիրը ներկայացուցած է միջազգային հարթակներու վրա, Արման Թաթոյան։ Փարիզի մեջ բացված է Ազնավուրի Լա Բոհեմ գիտահարթակը։ Մարտը սպանած եմ, բայց մարտասպան չեմ, Կիրքին հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Հայերու թեմ իրականացված ցեղասպանությունը կմերժեն նույն սկզբունքով, ինչպես որ Արցախը հանձնեցին։ Կիրքի շնորհանդես նվիրված հայերու թեմ իրականացված ցեղասպանության զոհ գիներուն եւ երեխաներուն ճակատագրին։ Երբ Կոմիդաս կնվագեինք, գերմանացիները ոտքի կգանքնեին։ Գյումրիի կոնսերվատորիայի նվագախումբը շրջագայության մեջ էր։ Ժամանակակից արևմտահայերենով մշակութային ստեղծագործություններու նվիրված միակ հարթակը Art-Եվսը այս տարի աջակցած է 10 միջազգային նախագծի։ Այս գործերը կվերարձարծեն արևմտահայերենի կյանքը եւ հայ մշակույթի բազմազան շերտերը։ Նախագծերուն մեջ են Նելի ֆիլմը Լոս Անջելեսի հայ գին գերբարներով, Վայրեր բանաստեղծությունը Գրիգոր Բլդյանի գործերու հիման վրա, Խազիկ երկեր ծրագիրը խազային նոտագրությամբ ներշնչված, Չաթ Փաթ ցայնաշարը արևմտահայախոս համայնքներու ցայներով, Arcane Voices կարճ ֆիլմը եւ Կինե Դիարյանի բանաստեղծության մեկնաբանությամբ, Կորքագործության մշակույթը գիրքը Աննա Բողիկյանի մասնակցությամբ, Լեզվի երաժշտությունը բանաստեղծական ժողովածումը երաժշտական կատարումներով, Շամիրամ Խաչատրյանի արխիվական շարժանագարային շարքը մորցված հայկական մամուլի փաստերով, Հասցե Որպախնամ Մարմին Բալատու երալեզու գիրքը Բոլսի Խորենյան վարժարանի պատմությամբ, Մխիթարանք վեբը Մխիթար Կոշի եւ Հերացու գերբարներով, արևելահայերենի եւ արևմտահայերենի խառն ոճով։ Այս նախաձեռնությունները միացուցած են արվեստագետներ Հայաստանեն, Ֆրանսիայեն, Լիբանանեն, Ամերիկայեն եւ Արցախեն, դարձնելով արևմտահայերենը ոչ միայն կենդանի լեզու, այլև ժամանակակից ստեղծագործության միջոց։ Թաթոյան հիմնադրամի դնորեն Արևելյան Հայաստանի մարդու իրավունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյանը իր տելեգրամյան գրառմամբ կշեշտե։ Ադրբեջանը Արևելյան Հայաստանի գրավման ծրագիրը դուրս բերած է միջազգային հարթակներու վրա, ոչինչ է ստեղծելով օրագարկ։ Շատ հարթակներու մեջ իսկ Հայաստանի անունը այլևս չեն գործածեր, փոխարինելով զայն արևմտյան Ադրբեջանով։ Ներկայացված պահանջներուն մեջ ընդգրկված են սահմանադրության փոփոխություն, անկախության հռչակագրեն հրաժարում, հայերու թեմ իրականացած ցեղասպանության ճանաչումեն եւ Արցախի հարցերեն նահանջ։ Այս բոլորը մաս կգազմեն Արևելյան Հայաստանի թեմ ուղղված գրավման համագարկված եւ pedagogan մագարտակով իրագործվող ծրագրիմը։ Իսկ Արևելյան Հայաստանի իշխանություններու վախցած գրավորական գեցվածքը, որ ապավինած է ադրբեջանական եւ թուրքական իշխանություններու ողորմածության, գործնականորեն կնպաստի այս վտանգավոր օրագարկի խորացման եւ ադրբեջանական գեղձիկներու միջազգային դարացման։ Հաղորդակցություն Ազնավուր հիմնադրամեն։ Մայիս 22-ին Շարլ Ազնավուրի ծննդյան օրը Ազնավուր հիմնադրամը Փարիզի Մոնմարտի մեջ բացավ Լա Բոհեմ գիտահարթակը։ Այս հանրային տարածքը նվիրված է Ազնավուրի ստեղծագործական ժառանգության։ Բացման արարողության ներկայային Ֆրանսիայի մեջ Հայաստանի տեսփանը, Փարիզի փոխքաղաքապետեր, 18-րդ շրջանի քաղաքապետը եւ Միշա Ազնավուրը։ Գիտահարթակը, որ կգրե Ազնավուրի նշանավոր Լա Բոհեմ երկի անունը, դեղատրված է Մոնմարտի բարձունքին վրա արվեստի եւ ներշնչման խորհրդանշական վայրը։ Նախաբես Փարիզի սրդին մեջ բացված էր նաև Շարլ Ազնավուր այգին, ի նշան հայ եւ ֆրանսիական մշակույթներու գաբին։ Շարլ Ազնավուր ցայնակրած է շուրջ 1400 երգ 9 լեզուներով, վաճառված է 200 միլիոնեն ավելի ցայնասկավառակ։ Իր ժառանգությունը կշարունակվի իր երգերով եւ Ազնավուր հիմնադրամի գործունեությամբ։ Մայիս 22-ին հայերու թեմ իրականացված ցեղասպանության թանգարանին մեջ տեղի ունեցավ Մարտը սպանած եմ, բայց մարտասպան չեմ Կիրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Այս մասին կհաղորդե Երգիր լրատվամիջոցը։ Կիրքի հեղինակն է ավստրիացի լրագրող, նախկին դիվանագետ եւ իրավաբան Բիրգիտ Կոֆլեր-Բեչարդ։ Իր գործին մեջ ան կներկայացնե Նեմեսիս գործողությունը, հայ վրիժարուներու քաղնի առաքելությունը, որու նպատակն էր բաժել հայերու թեմ իրականացված ցեղասպանության գազագերբիչները։ Շնորհանդեսին ներկայ էին Կիրքի հեղինակը, ցեղասպանության թանգարանի ներկայացուցիչներ, որոնք մասնակցած էին թարգմանության եւ հրատարակչության գործընթացին, Սողոմոն Տեհլիրյանի հորեղբոր որդին, Սամվել Տեհլիրյանի ձորնուհին, Ջեմալ Փաշան քնդագահարած Արդաշես Գևորգյանի թորը, ինչպես նաեւ շարք քաղաքական եւ հասարակական գործիչներ։
Ռուսաստանի Դաշնության արտգործ նախարար Սերգեյ Լավրովի արևելյան Հայաստան կատարած այցը քննարկումներ առաջացուց, որովհետև ան չայցելեց Ձեռնագաբերդի հուշահամալիր։ Արևելյան Հայաստանի արտգործ նախարարությունը հայտնեց, որ Լավրովը գայցել է հաղթանակի զբոսայգի, իսկ Ձեռնագաբերդ կղրգեն Ձագեբսակ անոր անունով։ Նման որոշումներ կգայացվին հյուրընկալող կողմի առաջարկով։ Նաև մերժվեցավ իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմէ հայրու դեմ իրականացված ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինակիցը, որը ներկայացուց Հայաստան խմբակցությունը։ Ընդդիմությունը կնկատե, որ սա գիտակցված քաղաքականություն է ցեղասպանության միջազգային ճանաչումը պետական օրակարգեն հանելու, ինչպես Արցախը։ Հեղինակը կզգուշացնե, որ ցեղասպանության հարցը պետական օրակարգեն հանելը կրնա լուրջ վտանգներ առաջացնել ներառյալ Հայաստանի հայ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու իր թերին համար։ Կան մտահոգություններ նաև հայ-թուրք պատմաբաններու համատեղ հանձնաժողովի կազմության ցեղասպանության փաստը վերաինքնահատելու շուրջ, ինչը վտանգավոր պիտի ըլլա հայկական պետականության համար։ Մայիս 22-ին Լակրա Սենդայի մեջ կգայանա հայրու դեմ իրականացված ցեղասպանության զոհ կանանց եւ երեխաներու փրկության գործը վերնագիրով բացառիկ աղբյուրագիտական նշանակություն ունեցող գիրքի շնորհանդեսը։ Գիրքը հիմնված է Զավեն Պատրիարքի զեկույցներուն եւ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվային փաստաթուղթերու վրա, որոնք ներկայացուցած են 1918-ին յետք իրականացված որբահավաքի եւ փրկարարական գործողություններու մանրամասները։ Գիրքը հրատարակված է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի եւ Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտություններու ինստիտուտի համագործակցությամբ։ Հրատարակությունը հովանավորած է Փարերար Հովսեփ Գևորգյան։ Գիրքի առաջին շնորհանդեսը տեղի ունեցած է ապրիլ 25-ին Երուսաղեմի մեջ։ Երևանի Գոմիդասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի կամերային երաժշտախումբը հիմնված 2019-ին Արմեն Գարջյանի նախաձեռնությամբ ապրիլ 17-ին մայիս 3 շրջագայեց Գերմանիա եւ Ավստրիա։ Շրջագայությունը կազմակերպված էր Տետմոլի երաժշտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Արամ Բատալյանի աջակցությամբ։ Համերգները չերմ ընդունելություն կտան տեղական եւ հայկական համայնքներուն մեջ։ Շտուտգարտի եւ Վիեննայի համերգները նվիրված էին հայրու դեմ իրականացված ցեղասպանության 110-րդ ամյակին։ Ձրագիր ընդգրկած էր Գոմիդասի, Բախի, Մոցարտի, Եկմալյանի եւ այլոց գործեր։ Գոմիդասի երաժշտությունը հատկապես ազդեց լսարանին։ Խումբը կազմված է երիտասարդ խոսումնալից երաժիշտներ, որոնք համագործակցած են միջազգային ճանաչում ունեցող վարպետներու հետ։ Առաջին ցայնասկավառը կթողարկված է Գերմանիայի մեջ, իսկ նպատակն է դառնալ անկախ կամերային համույթ Գյումրիի Գոմիդաս կամերային նվագախումբ անունով։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։